որ մարդկանց գլխաքանակով հաշվել պետք չի, ու ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։ Սումա լերա թևի տակարել արա։ Ներուժի տղում։ Արա իմ մուլախոտ էր արա։ Այ քեզ բան։ Կտրե կնգատ իչ գործում են։ Արա սա այնաս չկայացած մամաներին վրես են կախում արա։ Ձեզ լավ չեք զգում։ Ոչինչ, դեղերը սկզբում թուլացնում են, հետո կօգնի շուտ կապաքինվեք, մի քիչ դիմացեք։ Լսի քեզ երեխու պես ես պահում, մի հատ կանգնի։ Լավ, ես ձեր տունը կնոջը ճիշտ չասեցի։ Իրականում ես եմ մեղավոր ես ամեն ինչում։ Մեղավոր եմ, որ քեզ հետ եկա։ Բախում ունեցա լրագրողների հետ։ Ընդունեցի առաջարկը ու մտա ձեր տուն։ Վերջում էլ կնոջդ հանդիպեցի։ Լսի, ասենք դու գիտես Կարմենին, գիտես ինքը իրանից ինչա ներկայացնում։ Ինչ ես հիմա քեզ սենց պահում։ Լսի, այս բան ես մենակ մի բան եմ ուզում։ Հեռու գնալ քեզնից, քո կնոջից, քո տնից ու որքան հնարավոր է շուտ հասնել հորս։ Լսի, ես հասկանում եմ, որ այսօրը չստացվեց, բայց պետք չի ողբերգություն սարքել դրանից։ Վլադ, այս ամենը ինձ համար արդեն սովորական է դարձել, բայց ես չեմ կարող անտելանամ այս ամեն ինչին։ Ինձ այս պահին գնալ է պետք։ Ես չեմ ուզում ոչ քեզ տեսնեմ, ոչ լսեմ։ Լավ, հասկացա։ Եթե չես ուզում ինձ տեսնես, արի ես քեզ մեքենայով տանեմ, կնստես, ես չեմ խոսա, չես լսի ինձ պրոստը։ Գնա տուն քեզ սպասող կա։ Չհասկացա, դու ասենք ինադու ես անում։ Հիմա դու ինձ ինադու ես կատաղացնում։ Դու շատ լավ գիտես Կարմենի ու Կարմենի հարաբերությունները, նորից ամեն ինչ չեմ պատմել քեզ։ Վլադ, այսօրվա համար էս ամեն ինչ շատ էր։ Կինդ, լրագրողները, գուշակն իրա գուշակություններով։ Վերջ, խեղդվում եմ, էլ չեմ դիմանում։ Տուն եմ ուզում։ Ես քեզ կտանեմ։ Ասեցի տաքսով կգնամ։ Շատ բան եմ ուզում։ Չէ, շատ բան չես ուզում։ Մերսի, որ հասկացար։ Չէ, ես ասենց չեմ թողնելու։ Ես քեզ ոչնչացնելու եմ, Վլադ։ Ինձ նվաստացնելու համար ես քեզ ոչնչացնելու եմ։ Հայ կտեսնես։ Մի օրվա համար մի քիչ շատ չի, համ հանդիպում, համ հեռախոսազրույց։ Ինձ քո ժամանակ էր հյուր եկել։ Ինչ է։ Լսի դա ով է ընդհանրապես։ Դու ինչ-որ բան իմանալով ես թերի տակարել պահել, թե պատահականությունն է։ Ինչ ես խոսում։ Հնացա, որ ես էլ չգիտեմ ինչ եմ խոսում։ Բայց դրան են քո հարազատը։ Սլավիկներն ոտք են տվել ու ուղարկել իմ մոտ։ Դու լստեղ ես։ Կոզացնել հենց էտեր չէ, որ գնայի։ Ես տենց թանկ նվերներ չեմ անում։ Կանես, կսովորես անել։ Ես քեզ ինչ ձևով բացատրեմ, որ մեր միջև այլևս կապ չկա ու չի էլ լինելու։ Դու ստեղ գտնվելու իրավունք չունես, հասկանում ես։ Մենք պետք է բաժանվենք, թեկուզ հենց հիմա։ Աչքերդ փայլում են կատաղությունից։ Չլինի սիրելիդ քեզ գրողի ծոցն ա ուղարկել։ Քո ուզացնել է դա, չէ՞։ Քո շահերից է, չէ՞, դա բխում։ Ոչ միայն։ Իմ ուզածը գիտես որն է։
Որ ես դրան սպանեմ, ու եթե իմանայի, որ առանց քեզ ապրել կկարողանամ, քեզ էլ կսպանեի։ Լսի, քո շահերից նաև բխումը մոռանալ ադանեին, այլևս չհիշել նրա գոյության մասին, հասկացար։ Գիտես դա երբ կլինի, երբ որ դու իմը լինես, երբ որ դու իմ կողքին լինես, իմ ու երեխայիդ։ Ինձ քո երեխան պետք չի։ Դու այդ երեխան ունենալու ես այն հույսով, որ օգտագործես իմ դեմ։ Հենց հիմիկվանից ասում եմ, քո մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Մեղք է այդ երեխան, շուտ արա ազատվի այդ երեխուց, որովհետև ինքը ընդամենը դառնալու է քո ձեռքին գործիք։ Դու ես ինձ ինչ ես առաջարկում։ Փողոցայիններին են առաջարկում, որ երեխաներից ազատվեն։ Ինչ ես խոսում։ Հիստերիկություն չանես։ Այդ քեզ չի փրկի։ Դուրս իմ տանից։ Ու մեկդ միշտ հիշի, դու իմ կյանքում այլևս գոյություն չունես։ Ես դե ոնց կապրեմ, ում հետ կապրեմ, ինչ կանեմ, ոնց կանեմ, դա քեզ չի վերաբերվում։ Թե դու ինչ ճանապարհով ես աղիացել, այդ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, եղավ, հասկացար։ Դու չգիտես քեզ ինչ է սպասվում։ Դու չես էլ պատկերացնում քո այս պահվածքի համար ոնց ես ինձնից ներողություն խնդրելու։ Դուրս ես անում։ Պարզ չի։ Դու այսօրը լավ հիշի։ Մտածում ես ինչ ես անում։ Լավ չեմ մտածում ես, ում ես իմ դեմ հանում։ Ձեթա Լև ջան, ես ամեն ինչ արեցի, որ իրան քո դեմ չհանեմ։ Նախ սկսենք նրանից, որ դու Ժանոյին պիտի չընդունեիր, իմանալով, որ ինքը մենակ է եկել քեզ մոտ։ Ես հետո իմացա, որ ինքը մենակ է եկել։ Լավ արեցիր իմացար, բա ինչի բերանդ բացեցիր ավելին, քան պետք էր։ Հակառակը, ես ամեն ինչ արել եմ չբացելու համար։ Չեմ հասկանում, Սլավ, եթե դու ամեն ինչ արել ես, որ բերանդ չբացես, բայց ոնց եղավ, որ Ժանոն հասավ Ալիկի մոտ։ Ես Ալիկի պատմությունը պատմեցի թեթևի մեջ նրա համար, որ դուրս գայի Ժանոյի ստեղծած որոգայթից։ Լև ջան, ողն կլինուս, ինքնից տուպիկի առաջ էր կանգնացրել։ Եթե ես իրան մի քիչ ճիշտը չասեի, ինքը ինձ չէր հավատա։ Դու գիտես, ես էլ լավ գիտեմ։ Ինքը միամիտ տղա չի։ Լսի, Սլավ, դու Ալիկին ընդհանրապես պիտի չհիշատակեիր։ Լև ջան, մեծություն ջան, բա խո ճիշտը չէի պատմելու։ Դրանից հետո դու ինձ կներեիր, ես ինքս ինձ չէի ների։ Խո չէի կարա դավաճանեի քեզ։ Իսկ ինչ կլիներ քեզ հետ, եթե դու դավաճանեիր ինձ։ Էլ չէի սպասի քո պատժելու։ Ես ինքս ինձ կպատժեի։ Լավ։ Տեսնեմ հիմա ես ինչ եմ ասելու Ժանոյին, որ համոզիչ լինեմ։ Էդ ինչի դուր ես ուրախանում այն տղա։ Այդ ոնց ես այդ խոպի կամորի գլխին սարքել, ես չկամ, որ իմացա, չէ, այդ օրվանից հետո, այդ լուրից հետո ծնդվել եմ։ Սա լրիվ ապուշ է, ինչի վրա ես հրճվում իրոք։ Դու հասկանում ես, որ մեր անվան հետ է դա խաղում, շունգեր մեր փեսան է։ Ես դու ձենդ կտրի նստի տեղդ, հա։ Դրա համար ոչ մի տղա հետդ երկար չի մնում։ Մանավանդ եթե մի չխելոք տղա է, ուղեղդ մի անգամ ես չափում ու յանա տալիս։ Յա։ Ես ուղղակի չհասկացա, պապ, ինչի համար վիրավորեցիր, ինչ էի ասել։ Որովհետև են ուռոտ Վլադիկին պաշտպան կանգնեցիր, են մարդասպանին, այ դրա համար։ Սուս, հա։ Գոլե 30-ից սուս մնա, փակիր բերանդ։ Մայրիկ, ձեզ ինչ պատահեց։ Մայր ու աղջիկ կոալիցիա եք կազմել, ձեր միակ որդուն այսինչ օրն եք գցում, պատաշնորհք է։ Ձենդ կտրի այդ տղա։ Так, ինձ եք լսում։ Եթե ձեզ կանչում եմ ոստիկանություն։ Ուր։ Ոստիկանություն։ Ինչի համար։ Ես չեմ գալիս, полный позор։ Քեզ ինչ եղավ այ աղջիկ։
Վերենքի տեղը դու լսի։ Եղավ Ազիզ ջան։ Կներես պապ ջան, բղալաթեմարը ներող կլնես հասկացա։ Որ քեզ կանչեն քավմաս։ Արամիկից հարցնեն, ասեն քրոջդ հարսանիքի ժամանակ որտեղ էր աղբերդ, ինչ ես ասելու։ Ինչ իմանամ որտեղ էր, չեմ հիշում։ Այսինքն չէ, ոնց որ ներկա չէր, չէ՞ մամուլ հիշում ես, ամբողջ ընթացքում իրան էինք փնտրում։ Տենում ես թշնամիս տնից հա։ Հա, անկին։ Մի բան էլ դու ասա։ Ինչ ես տենց համեստացել նստել։ Թե դեբիլիտ ասածները կհաստատես։ Դե եթե այտենց ապուշ լինեինք, ոնց որ դու ես պատկերացնում, շատ հնարավոր է, որ այդպես էլ ասեինք, բայց մենք մի քիչ ուղեղ ունենք գլխներումս։ Բանտել պերեդաչի տանելու հավես չունենք։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, այստեղ ինչ է կատարվում։ Մամայի Սարև։ Ավելի մաչել լեզվով խոսամ։ Եթե հանգարց ձեզ հարցներ ունեն Արամիկի պահով, թե արդյոք ներկա է եղել հարսանիքին, ինչ եք ասելու։ Ահա, բա ես ներկա եմ եղել, պապ ջան։ Մի մեջ ընկի, երբ որ ես խոսում եմ։ Ներող, պապ ջան։ Լավ, Ալիկ, հասկացանք ինչ ենք անելու։ Դու ոնց որ վռազ ես, հա։ Անհանգիստ է մամաս, պապ ջան։ Անհանգիստ անգին եւ օթերում սավառնող Մոնիկա։ Դուք ոչ միայն պիտի պնդեք, որ Արամիկը ամբողջ հարսանիքի ընթացքում ներկա է եղել, այլև պիտի իմանաք իսկական բացակայողի անունը։ В общем, sense. Եթե ինձ կանչեն ոստիկանություն, ես կգամ Հենրիի հետ։ Դե ինքը չի թողնում էլի, որ ես մենակ ինչ որտեղ գնամ, ուր մնաց թողնի գամ պոլիս։ Կարմեն Նուրա։ Իրան բերեք, որ այս հատվածը իրա գլուխն էլ մտցնենք, որ Վլադը, ահա թե ով, գրեթե ներկա չի եղել հարսանիքին։ Որոշված է։ Ու տենց մենք մեր քրոջ պատվի հարցնել ենք լուծում։ Այն մեր Թեսավալաձիկին հասկացնում ենք, որ չի կարելի մեր պատվի հետ խաղալ։ Անգին աղջկած ստեղ կանչի։ Ինչ է եղել։ Քնած է, բամ, սենյակում էլի։ Քնած արթնացրու։ Так, վախենում ես աղջկած սենյակը մտնել, մտածում ես կհոշոտի։ Պապ ջան, բա վախը քիչ բան, հա։ Այդպես վախեցած էլ մնացեք, ես կգնամ իրա մոտ։ Չէ մի գնա, տանը չի Ալիկ։ Ոնց թե տանը չի։ Ոնց թե տանը չի։ Լսեք, ես գնալուց առաջ ինչ ասեցի։ Չասեցի, որ դուրս չգա տնից։ Պապ ջան, մաման ամեն ինչ անում էր նրան կանգնեցնելու համար։ Ընկածել այդ գժի հետևից վազում էր, քիչ էր մնում իրան վնասեր, էլ ինչ աներ մամաս։ Ինչ անեի։ Եկաք։ Հա, դու հանգիստ սուրճ ես խմի։ Կարող է դուք էլ խմեք։ Չէ։ Իսկ կասես ինչի պապայի կաթիլայինը միացրած չի։ Դե գիտեք ոնց։ Չլինի մոռացել ես։ Չէ, ոնց կարող եմ մոռանալ, ընդամենը Իսկ կասես ինչի ա քնած։ դեղերի ազդեցության տակ է։ Հենց այդ էի ուզում ասել, ինքը քնեց, դրա համար կաթիլային չմիացրեցի։ Բայց կաթիլային ամեն դեպքում պիտի միացնեիր, որովհետև բժիշկն ասել է, որ դա պարտադիր է։ Ես շատ ուշադիր ու հոգատար եմ ձեր հոր հանդեպ։ Դուք կարող եք չանհանգստանալ, չմտածել։ Ես ամեն ինչ տեղը տեղին անում եմ։ Մի ժամ ուշ բան չի փոխի։ Լավ, իսկ երբ կարտնանա, երբանից է քնած։ Չեմ կարող ասել, այսօր շատ հանգիստ է եղել եւ այդ պատճառով էլ կաթիլային չմիացրեցի, որ անկեղծ ասեմ։ Կարծում եմ դա պիտի որ կապ չունենա։ Իսկ դեղերը տվել ես, չէ։ Այո, իհարկե։
Ես էլ քեզ մենակ չեմ թողնելու։ Որ մենակ եմ թողնում, մի ձևի մեղքի զգացում եմ ունենում։ Ու չեմ հասկանում, թե ինչի։ Վերջ։ Էլ չեմ թողնելու։ Նստի, հարմարվի։ Վախենամ երկար չկարողանամ նստել։ Ընդհանրապես, ես վերջերս ահագին բան կա, որոշ չեմ կարողանում հարմարվել։ Թշնամակը թողնում ենք մի կողմ, առանց թշնամակի։ Ոնց որ գիտես, արդեն ինչ ա եղել, ինչ հարցով եմ մոտդ եկել։ Հա, բա ոնց։ Ես քեզ ոնց եմ սովորեցրել։ Միշտ պիտի մի քայլ առաջ լինես։ Միշտ։ Երբ դիմացինդ քեզ կանչում է հանդիպման, պիտի նաև իմանաս մտքին ինչ կա։ Եթե անգամ ես եմ դիմացինդ, թե դու քո մոտիկներին ու հարազատներին ավելի հեշտ ես խաբում։ Վերջերս շատ է սխալներ թույլ տալիս, բայց ես քեզ ներում եմ մենակ նրա համար, որ դու ես։ Կարող եմ իմանալ այդ ինչով եմ արժանացել այդ վերաբերմունքին, եթե լիքը լուրջ մարդիկ վախենում են դաժե քո հետ երկու բառ փոխանակել։ Լավ է, որ այդքան հասկանում ես ու գնահատում ես։ Դե ասա տենամ քեզ ով է ինֆորմացիա տվել, որ իմանամ որտեղից սկսեմ։ Ժամանակը տանտեղի չվատն եմ էլի։ Ալիկը շատ նեղված էր, մանավանդ որ չէր հիշում հորդ, մեր ուժին։ Ես այսքան ժամանակ քեզ պատմել եմ իմ կյանքը, իմ ապրումները, հորիցս։ Դու մի բերան չես ասել, հա, որ ճանաչում ես։ Մի բերան չես ասել, որ աղբորդ զոհն ա դառը հերս։ Հերդ երբեք էլ զոհ չի եղել։ Իսկ ով ա զոհ, աղբերդ։ Հետո էլ թողեն արտարությունից խոսես։ Չափերդ չանցնես Ժանո, թե չէ իմ համբերությունն էլ անսահման չի։ Իմ պատմությունը այդքան լավ իմանալով, ինչ ես իստիրություն արել։ Հերդ չէ, բայց դու զոհ ես։ Դու հորդ ու Ալիկի զոհն ես։ Մեկը պիտի լիներ, որ քեզ պաշտպան կանգներ։ Ես եղա այդ մեկը։ Բայց դա հեչ պարտադիր չէր, որ դու իմանայիր։ Պարտադիր էր ու պետք է իմանայի։ Մարդես կարող է բարձվի, որ այսքանով չպրծավ մեր կապը։ Օդում թեմաներ ես փորձում բռնել, շատ լավ իմանալով, որ ես դա չեմ սիրում Ժանո։ Բախտդ վերեց։ Եթե այսօր հետ չգայիր, դուրս նայիր մնալու։ Ես բուժվել եմ ուզում։ Բուժվել Վլադից ու չտառապել։ Չստորանալ, չնվաստանալ, չարհամարվել, պապ։ Ես ինչ էր աշխատեղի ունեցել աղջիկս։ Ես ոնց ես այսքան բանը հասկացել։ Պապ, դու ուժեղ ես, չէ՞։
Ուզում եմ, որ իմ փոխարեն դու վրեժ լուծես Վլադից, պապ։ Ուզում եմ, որ Վլադը հասկանա, որ ես պատահական մեկը չեմ, ում կարելի է նվաստացնել ու Դժբախտացնել ու չպատժվել չէ բալես։ հա, պապ, ես ուզում եմ, որ դու պատժես իրան։ Բա իմ ուզածնել է էդի։ Բա ես էլ եմ էդ ուզում։ Այդ գյուղացուն Վլադն իր տուն էր տարել արդեն, պապ։ Ու նենց էր պաշտպանում դրան, ոնց որ ինքը լիներ Վլադի կինը, ոչ թե ես։ Այդ բալաչի աղջկան էլ է պետք դաս տալ։ Հա, պապ, հա, պատժիր թե այդ գյուղացուն, թե Վլադին։ Չգիտեմ ուր է իր տնից գնացել ու ինչի համար։ Բայց այդ մեծ օգուտ է բերել բոլորիս ու առաջի հերթին քեզ։ Դաժան կլինես, պապ։ Դաժան կլինես աղջկատ նեղացնողների հետ։ Հա բալես։ Բա ոնց աղջիկս։ Я знаю, что ты была спасателем. Я не шучу. Спаси меня, пожалуйста. Ինչ ռոմանտիկ է։ Քեզ առավել ռոմանտիկ կյանք է սպասվում իմ կողքին։ Не умирай. Я здесь. Հեսա ավարտվում է։ Ինչա։ Կինո։ Приятно остудить шрам от балерины. Так, покажу один на теннис. Չսպասենք վերջանա։ Там сходить не нужно. Սպասենք, իհարկե սպասենք։ Նման բան չէր եղել, առաջին անգամ կինոն մինչև վերջ նայեցի։ Երևի շատ լավն էր դրանից է։ Չէ, քո հետ էի, այ դրանից էր։ Հենո։ Դու քայլի ես կգամ։ Չէ, չեմ ուզում քեզ մենակ թողնեմ։ Հեն ջան, ախպեր, ես ինչ հայղ է, ընկերոջդ տեղը չես բերում։ Ոնց ես ախպերս։ Նորմալ էլի ախպեր, օրվա հացի, յոլա ենք էտում։ Ախպերս ես մի քիչ վռազ եմ, հետո կհանդիպենք կխոսանք։ Քո մոտ ինչ կա, հələ են խանութում մենեջեր ես։ Ծանոթացի։ Ընկերուհիս ա Մոնիկ։ Ուրախ եմ, ես էլ մինասն եմ, ու շատ ուրախ եմ, որ ընկերս քո նման գեղեցկու հետ ընկերություն անում։ Ախպերս, բայց եթե որոշել ես ընտանիք կազմես, պետք է ավելի լավ գործ գտնես։ Մենք վռազ ենք, գնանք ախպերս։ Հաջողություն։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք, լավ մնա։ Ես քո մասին եմ խոսում։ Չի իր ասել, որ մենեջեր ես։ Ու ինչ արեցիր։ Դուրս շպրտեցի, ինչ պետք է անեի։ Ինձ հազիվ զսպեցի, որ գլուխը չջարդեմ։ Պետք չի։ Դա ոտից գլուխ փորձանք է։ Լավ, ես դրան ոնց բացատրեմ, որ ինձնից յան տա։ Ես ոնց դրան տանեմ սաքս։ Տաքացած վիճակում ոչ մի քայլ մի արա։ Դրա գժությունները իմ ու Ադանեի հարաբերությունների վրա ազդում են։ Այդ քիչ էր, լրագրողներն էլ ընդեղ ներվերները սկերան։ Դու պետք է Ադանեի դեմքը տեսնեիր։ Կարող է այնքան անեն, որ այդ աղջիկը վերջը քո դեմ դուրս գա։ Բա ասում ես։ Ու այդքանից հետո ուզում ես ես չտաքանամ։ Չնայած Ադանայի պահով ես հանգիստ եմ։ Ինքն ինձ հավատում է։ Ոնց որ շատերին է հավատում։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Եթե այդ աղջիկը ամբողջ օրը քեզ հետ է, իր հորը ում հույսին է թողել։ Դե նախ ամբողջ օրը հետս չի, երկրորդն էլ բուժքույր կա, որը նայում է հորը։ Այդ բուժքրոջը թող այդքան էլ չվստահի։ Ինչի՞ պապ։
Ինչի ես տենց ասում։ Հետ չեմպես։ Ինչ որ բան գիտես։ Դե ինչ ինքը իր հորը մասին հոգ տանի, ինչ օտար բուժքույրը նույն բանն է։ Հələ մի րոպե։ Դուք չասացիք, որ այդ մարդը հարազատներ չունի։ Ես չեմ ասել հարազատներ չունի։ Ես ինչ իմանամ այդ մարդը հարազատներ ունի թե ոչ։ Բայց քանի օր աստեղ էր ոչ մեկ չէր գալի հետևից։ Դուք հայտնվեցիք ու ներկայացաք, որ կորել է ձեր հորեղբայրը։ Ու որ դուք ցանկանում եք տեսնել այն մարդուն, ով շատ նման է ձեր հորեղբորը։ Հա, բայց պարզվեց, որ իմ հորեղբայրը չի։ Շատ լավ։ Հիմա ինչի եք դուք այստեղ։ Թե կասեք անցած անգամ լավ չեք նայ։ Հիմա ուզում եք մի հատ էլ նայեք։ Սոնսոր իմ գալը լավ ջղայնացրել է ձեզ, հա։ Հնարավոր է, ես շատ աշխատանք ունեմ, իսկ դուք խլում եք իմ ժամանակը։ Լավ, հարց չկա, ես գնամ, բայց կարող եք այդ հարազատների տվյալները ինձ տալ։ Ոչ, Ինչի։ չունեմ։ Ունենալու դեպքում էլ իրավունք չէի ունենա տալու։ Լավ։ Կարևոր է այդ մարդը անտեր մեռել չի եղել։ Հարազատները հայտնվել են ու ոնց հասկանում եմ լավ էլ հարուստ հարազատներ են եղել։ Ձեզ էլ լավ նայել են, որ սենց բերամ փակ եք ձեզ պահում։ Մերսի։ Դե ինչ, ես լիքը ժամանակ ունեմ, կարող եմ հանգիստ քեզ լսել։ Ինչեր էր խոսում ընկերդ։ Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ դուք երկուսդ էլ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մարդիկ եք։ Ինքն իմ ընկերը չի, ուղղակի ծանոթ տղա է ու գլխի հետ մի քիչ խնդիրներ ունի։ Հա, զգացի, բայց դա ինչ կապ ունի իր ասացների հետ։ Դու մենեջեր ես։ Ոնց չունի։ Ես մենեջեր չեմ։ Ինչի էր քո հետ տենց խոսում, բա։ Կամ ոնց կարող ես դու իր նմանի հետ կապ ունենալ։ Դու հիմա ստիպեցիր ինձ, որ ես խոսամ։ Այդ տղեն վատ պայմաններում ապրող է, ում ես օգնել եմ մի քանի անգամ։ Ու հիմա ինքը մտածում է, որ ես մեր խանութի մենեջերներից մեկն եմ։ Ինչ սիրուն բան ես արել։ Ես հպարտանում եմ քեզնով։ Իսկ եթե մենեջեր լինեի, այդ քո համար ինչ-որ խնդիր կլիներ։ Չգիտեմ, չէ։ Չէ։ Ես անակնկալ ունեմ քո համար։ Ինչ անակնկալ։ Չեմ ասի, պիտի ինձ հետ գաս։ Բայց քեզ կարելի է այդքան քայլել։ Ով է նայում, կարելի է, չի կարելի։ Պետք է պետք է քայլեմ, են։ Քեֆս բերում ես, Ալիկ։ Աշխատող ու խոսքի տեր տղա ես։ Գեորգիսի տղամ գլխի նկածոյնա, դուրս եկա։ Հոյակապ քայլել։ Ու ամենակարևորը արագ արձագանք ստացավ։ Դե պասերով ենք աշխատում դրանից է։ Ոստիկանությունն էլ իր գործն է անում, ես դրա մասին հոգացել եմ։ Արա, բայց դե պաշտոնը ուրիշ բան է, էլի։ Մենակ փողով ամեն ինչ չես կարող անես։ Չես տեսնում, մեր երկրում ով մի 2 կոպեկի տեր է դառնում, վռած պաշտոնի է ձգտում։ Չգամ ես էլ պաշտոնի անցնեմ։ Որտեղ։ Ձեր մոտ։ Քո տեղը։ Պակդ փորեմ, գամ քո տեղը նստեմ։ Հա։ Ախր ձեր հիմնարկը շատ պինդ հիմնարկը, ես քարացակում քար։ Ալի։ Թեթև տար։ Ախ, ես այդ պաշտոնի տակ կամ առավել ևս պագոնի տակ մտնող տղա եմ։ Դու հենա դու անում ես էլ օգնում ես։ Էլ ես ինչ եմ անում։ Հա, բայց կարող է մեր ուզածը չստացվի։ Այդ ո՞րն է։ Պես ու կարող է չփակեն։ Ոնց չփակեն։ Ոնց չփակեն։ Մարդը հանցագործություն արել, մարդ սպանել։ Ապացույցներ չկան, ցավդ տանեմ։ Չկա ստեղծեք։ Բայց դու էիր ասում, չէ՞ որ դիակել չկա։ Հա։ Պալաչը տունը վառնա, տունն էլ մեջը։ Այ քո հարցերի պատասխանը դու էլ տվեցիր։ Այս ամեն ինչը պալաչի գլխին է ջարդվելու։ Դու չէ, հա։ Ամեն ինչ իր դեմ է պատտվում։ Արա, բայց դրա բախտը ոնց չի բերում։ Դու լավ էլ բերում է, շան բախտ ունի։ Արա մերցնում ենք չի մեռնում։ Դու ասա է։ Բայց որ լազիկը բանդում չի ճորճորալու։ Այդ հեչ իմ սրտով չի։ Բայց որ պալաչի աղջկա ու փեսուտ մեջ շոկոլադնի արտնաշիններ չեն լինելու, այդ քո սրտով է, չէ՞։
Թե նա որ օրվա պալաչի աղջիկն է։ Մենք հո լավ գիտենք նա ով է։ Հա, գիտես է, պալաչի օրերը հաշված են։ Հենց գլուխը բարձրացրեց են աշխարհ գնալու։ Բայց ես գիտեի ինքը արդեն այդ ճամփի վրա է։ Բայց դու ինձանից սատանա ես ալիք։ Ես կմեռնեմ։ Սա ի՞նչ է։ Դուրդ գալիս է։ Շատ։ Դե արի ներս մտնենք։ Մերսի։ Սենց հրաշք տեսարան, մենակ ֆիլմերում եմ տեսել։ Քեզ դուր եկավ անակնկալես։ Շատ, ու ես մի բան մտածեցի։ Լավ կլիներ այսօրվա մեր նայած ֆիլմի հերոսը դու լինեիր, դու ավելի ռոմանտիկ ես։ Այսինքն չէ։ Ինչ եղավ։ Դու մենակ իմ հերոսը պիտի լինես։ Այդպես էլ կա։ Մի հատ սելֆի չանենք։ Չէ, չարժի։ Լավ, ճիշտ ես։ Չես մրսում։ Ինչ մրսել, կարելի է ասել, ես այրվում եմ։ Ես չեմ թողնի, որ դու այրվես։ Բա, ոնց որոշեցիր այս հեքիաթը ինձ նվիրել։ Ամեն անգամ քեզ հանդիպելիս պիտի նոր անակնկալ անեմ։ Բա որ ես չդիմանամ քո անակնկալներին։ Ես կողքիդ կլինեմ, պատրաստ քեզ իմ գրկում օթևան տալու։ Կարելի է ասել, ես օթևանած եմ քո գրկում հավետ։ Ոնց որ մեկը քթիցս բռնած մանտա։ Ոնց որ մեկը իսկապես վրես խնդալուց լինի։ Մի քայլ առաջ եմ գնում 10 քայլի հետ։ Հետո եկավ այդ պիծուն տարավ։ Ինչ մի ես պահին ուտից բարեկամներ հայտնվեցին, չեմ հասկանում։ Հաստատ գնամ։ Հա, գնա, ես արդեն պապայի հետ եմ։ Բայց վստահ ես, որ սիստեմա պետք չէր միացնել։ Չեք տեսնում հանգիստ քնած է ձեր հայրը։ Ես կարող եմ մնալ, արթնանա, հետո միացնեմ։ Չէ, լավ, պետք չի։ Ես կխոսեմ պապայի բժշկի հետ, կհասկանամ, թե ինչա պետք անել։ Ու հետո ինքը շատ երկար է քնում։ Սա էլ է ինձ համար շատ տարօրինակ։ Ավելի լավ է ես խոսեմ ու հասկանամ, որ եթե սենց քնում է ինքը երկար նախ սա ճիշտ է, եւ հետո ինչա պետք անել այս դեպքում, եթե ինքը քնած է։ Ոնց ասեք։ Լավ, ես կխոսեմ, հետո կզանգահարեմ քեզ։ Պետք չի ինձ ճանապարհել։ Վլադ Ադամիչ, կարելի է մեկ հարց եղել ձեզ կապված երեկվա հրապարակման հետ։ Ոչ։ Ու հետո ես ինչ ձև է, կարող է ձեր դարդից տունը փոխենք։ Մենք նոր տվյալներ ունենք դեպքի հետ կապված, ասում են, որ դուք ամուսնալուծվում եք հենց այն աղջկա պատճառով, ում եղբորը որ սպանել եք։ Ասում եմ, ես ձեր ոչ մի հարցին չեմ պատրաստվում պատասխանել։ Լավ չեք։ Փաստորեն այդ աղջիկը ձեզ ներել է։ Այդ աղջիկը ինձ ներելու խնդիր չունի, որովհետև ես չեմ սպանել իր աղբորը։ Հե, պապ։ Ինչ կասեիր, եթե այս վիճակում չլինեիր ու տեսնեիր, թե ինչա կատարվում։ Տեր Աստված, ինչա կատարվում։ Արթնացար, պապ։ Հան, ո՞նց ես։ Հա, հիմա։ Հան, պապ ջան։ Ինչի։ Ես ինչի թուլացար։ Արի նորից փորձենք, պապ։ Երևի որ նոր ես արթնացել, թույլ ես, դրա համար չի ստացվում։ Հա, պապ, փորձի։ Չհասկացա։
Ես ինչի չես կարողանում ձեռքդ բարձրացնել։ Պապ, ես չեմ հասկանում, դու դեպի լավը գնալը փոխարեն հակառակն ա լինում։ Չէ, ես պիտի զանգեմ պարտադիր խոսեմ բժշկիդ հետ։ Սա չի լինի արդեն, ես չեմ հասկանում սա ինչից է։ Ալո։ Այո։ Ոստիկանությունից։ Լավ։ Թող բարձրանում։ Պապ, ես հիմա կգամ, լավ։ Կգամ էսա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոստիկանությունից է։ Կարելի։ Բայց ինչ հարցեր։ Կամ ես ինչի պիտի պատասխանեմ այդ հարցերին։ Եթե ինչպես դուք եք ասում, ձեր հայրը ի վիճակի չի պատասխանելու մեր հարցերին, ապա դուք կպատմեք ձեր եղբոր մահվան մանրամասների մասին։ Եվ ասեք ում եք մեղադրում։ Կամ ում եք կասկածում ձեր եղբոր սպանության մեջ։ Ինչ։ Ինչ սպանություն։